Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մարտի 25 Համբյուրով ես մատնում մարդու որդուն Ղուկաս ավետարան 22:48 Թշնամու համբյուրները խաբեություն են, երբ աշխարհը սիրո դիմակ է դնում, անհրաժեշտ է զգոն լինել, որտև նա կմատնի մեզ, ինչպես Տիրոջը մատնեց համբույրով։ Երբ աշխարհը մտադրում է քրիստոնեությանը հարված հասցնել, նա դրա հանդեպ բայրացակամություն է ցուցաբերում։ Զգուշացեք կեղծավորությունից, որպես մոլորություն և անհավատարմություն տարածողի։ Իմանալով անօրենների նենգությունը, օձի նման իմաստուն եղեք, որպեսզի հմտորեն կռահեք և հաջողությամբ խույս տաք թշնամու դավադրություններից։ Պակասամիտ երիտասարդը շեղվեց ուղուց, երբ նրան բռնեց ու համբուրեց օտարկինը։ Թող օրվա ընթացքում հոգիս լի լինի ամբողջ ուսմունքով, որ աշխարհի շողոքորթ ճառերն ինձ վրա կործանարար ազդեցություն չունենան։ Սուրբ Հոգի, թույլ մի տուր, որ ես դժբախտ ու թույլ մարդու որդին մատնվեմ համբույրով։ Իսկ եթե ես հանցավոր եմ նույն մեղքում, ինչու դան կորստյան որդին։ Ես մկրտված եմ Հիսուս Քրիստոսի անունով, հանդիսանում եմ նրա տեսանելի եկեղեցու անդամը, մասնակցում եմ Տիրոջ ընթրիքին։ Այս ամենը իմ շուրթերի համբյուրն են։ Արդյոք դրանք անկեղծ են։ Եթե ոչ, ապա ես ստոր դավաճան եմ։ Եթե ես այս աշխարհում ապրում եմ նույնքան անհոգ, որքան անհավատները միևնույն ժամանակ ինձ ներկայացնելով որպես Քրիստոսի հետևորդ, ապա ես վարգաբեկում եմ քրիստոնեությունը, աշխարհին առիթ եմ տալիս անարգելու այն սուրբ անունը, որ ես կրում եմ։ Եթե իմ հավատի հարցում ես հետևողական չեմ, ապա ես Հուդա եմ և ավելի լավ է երբեք չծնվեի։ Համարձակվում եմ արդյոք հուսալ, որ ամեն դեպքում ուղղահավատ եմ։ Այդ դեպքում Տեր պահպանիր ինձ այդպիսին։ Թույլ տուր լինել անկեղծ և ճշմարտասեր, պահպանիր ամեն տեսակ կեղծ ճանապարհից։ Այնպես արա, որ երբեք չդավաճանեմ իմ Փրկչին։ Ես սիրում եմ քեզ, Հիսուս, ու թեև հաճախ վշտացնում եմ քեզ, ցանկանում եմ հավատարիմ մնալ քեզ մինչև ի մահ։ Տեր օգնիր, որ երբեք չգոռոզանամ, չմեծամտանամ, որ չնետվեմ կրակե լիճը, իմ Տիրոջը համբյուրով մատնելու համար։